Ուրեմն ժողովուրդ, ես այս վերջին օրերին ես մի երկու օր այդպես ես մեր երկու օր այդպես բան եմ արել։ Ուղղակի որպես ցույց տամ, երբ այդ եղել այսօր հուլիսի 1-ն է։ Հա, ուրեմն այդ կանոնները մտածել եմ նոր կանոններ Luminance սերվերի համար։ Ասենք տարբեր բաներին է դա վերաբերում, քննադատություն, մնադատություն, անձնական տարածք կան, ասենց personal space, անգլերեն էպես կլինի։ Այսի ընդհանրապես կարելի է ստոպ տալ։ Հա, կարելի է։ Հա, ինչի վրա կանգառանք։ Ուրեմն Sense խոսակցական եմ էլի ասում։ Ինձ հիմա հարմար չի ինչ որ գրական, պաշտոնական, որովհետև պիտի միտքս շարադրեմ նոր ձայնագրեմ, թե չէ տենց sense ասած ոտքի վրա հարմար չի էլի։ Ու հեչ հարմար տեղ չեմ, ասենք ով անցում դառնում իր ծռմային վրա նայման բան։ Այնպես որ sense խոսակցական ձևով, բայց դուք կհասկանաք ու հետագայում ես էլ կարամ, ասենք էդիկ ինչ որ գրական տես գրեմ, ես տենց տենց անելու եմ, ասպես թե այնպես, դուք էլ կարաք լսեք ու իմ ասածը ասած գրական թարգմանեք կամ ես հետո միացնեմ ասեմ մոտ։ Հիմա որից սկսենք, ասենք որ փոփոխությունից։ Ուրեմն լիմինալում տոտալ արգելված է լինելու ամեն տեսակ քննադատություն, քննադատել, ինչ որ մեկին դատապարտել, այն ռուսերեն порицать, այսպես բաներ։ Դա ինչը լինելու է արգելված։ Ինչի համար է դա արվում։ Իդեպ դեսի դրա մասն է, շարունակությունը։ Ուրեմն կապ չունի, նշանակություն չունի իրոք ձեր այն ինչ որ դուք քննադատում եք, ինչ որ դուք ասենք այդ порицать եք անում, հիմա արի ու այս ամեն ինչի մեջ հայերեն հիշի ոնց է դա։ Ոնց է մի հատ էլ բան կար, դատապարտում եք անգամ եթե դա իրոք վատ բան է, շատ վատ բան է, ամենավատ բան։ Ինչի է դա արվում։ Դա արվում է նրա համար, որպեսզի չլինեն հակամարտություններ, այդ որ ասում են ձեր, չգիտեմ, ով է տենց հասկանում, տենց ասեմ, կոնֆլիկտներ, որպեսզի տենց բան չլինի։ Հա, որպեսզի ինչ որ մեկի հանդեպ, չգիտեմ, նկատմամբ ատելություն չսերմանեն, այսինքն մենք չենք ապրում այնպիսի քաղաքակրթությունում, այս մարդկային քաղաքակրթությունը, այնպիսի հասարակությունում, որ ասենք քննադատությունը, ասենք ինչ որ մեկի նկատմամբ, ինչ որ մեկի հանդեպ երրորդ կողմը տենց նորմալ, adekvat ընկալի, adekvat ընդունի։ Երբ որ մարդիկ տենում են, որ ինչ որ մեկին քննադատում են, մանավանդ եթե ինքը իրոք իր արածը վատ բան է, ինքը սխալ է, իրենք հարձակվում են այդ մարդու վրա, այսինքն, ինքը վատն է, ուսո գնացինք իրան ուտելու, այսինքն բան է տեղ ունենում։ Իմ նկատմամբ տենց շատ է եղել։ Ես եմ A կողմը, կա B կողմ, ինչ որ մեկը, օրինակ, պայմանական Սարգիսը։ Այս Սարգիսը սկսում է ինձ քննադատել ինչ որ վատ բանի համար։ Հիմա նորից կապ չունի, դա իրոք վատն է, կամ չգիտեմ, ես արել եմ, չեմ արել։ Բացարձակ ոչ մի նշանակություն չունի։ Բայց նորից եմ ասում, մանավանդ եթե դա ճիշտ է, իր քննադատությունը։ Երրորդ կողմը, G կողմը, ասենք ինչ որ պայմանական էլի տղու վերցնենք,
Հա, որտեղ տղերքը դե տենց ավելի ագրեսիվ, ավելի տենց հուպտված թափով են, չէ, բանանում։ Դե երբեմն աղջիկները տալանցում են, բայց ուրեմն ինչ անուն ասենք, արա։ Երվանդ։ Ուրեմն այս Երվանդը, այս երրորդ Գ կողմը, էսի լսում է այդ ամեն ինչը, չգիտեմ, ներկա է բան։ Հա, ուրեմն ես տեղս փոխեցի, որովհետև ստեղի ապուշները գալի տնկվում են, մինչև հիմա վիզը ծռում են արա։ Այսքան հեռացել եմ, գնացել եմ բիսեդկայի նստել եմ, էլի վիզները ծռում են։ Բա ուրիշները այս ամբողջ այգով վխտում են, ոչ մեկ չի նայում։ Այնտեղ որտից եկամ, այնտեղ էլի կամ մանավանդ այս բիսեդկը ոչ մեկի վեճը չի, բիսեդկին հեռու ոչ մեկ էսյան չի նայում։ Բայց որ ես եմ ստեղ մենակ եմ ես բիսեդկում ու բացի ինձ ամբողջ այգում հիմա ոչ մեկ չկա։ Միկա վիզը ծռում է, մի մար աղջիկ։ Այսինքն բոլորին այգը հետաքրքիր է։ Ցավոք սրտի։ Բոլորն ուզում են իմանալ այգը ինչ է անում։ Բոլորն ուզում են լսեն այգին ինչ է խոսում։ Հետո ասում են հասարակության համար, լսեք, արա, հասարակության համար էլ եք դուք վտանգավոր։ Մնացած ամեն ինչի համար էլ ու ձեր հասարակությունը, եղավ արա։ Ձեր հասարակությունը էս որ սենց կա Ռուսաստանում, Հայաստանում, յուրաքանչյուր այլ երկրում, որ այտենց բան արել, որ քիթը խոթում է ուրիշի կյանք, ինքը սպառնալիք է, ինքը վտանգավոր բան է, եղավ արա, որովհետև դուք սահման անցնող եք, դուք եթե այս սահմանն եք անցնում, մեկ այլ սահման էլ կանցնեք, որովհետև նա որ խախտում է մի կանոն, կխախտի մեկ այլ կանոն։ Դուք մտածում եք, որ եթե դուք հասարակություն եք, ուրեմն ձեզ ամեն ինչ կարելի է։ Բայց մնացածն են հասարակություն։ Գիտեք ստեղ ինչ է պարզվում։ Ստեղ ձեր դիմակը պատրվում է։ Ստեղ երևում է, որ դուք ոչ թե հասարակության համար եք տապի տանում, այլ դուք հենց ձեր համար եք տապի տանում, ձեր համար։ Դուք ձեր համար եք տապի տանում։ Ձեզի ընդամենը չեխոլներ, մասկեք են պետք։ Ձեր համար, որ դուք դրա հետևը պաղկվեք, ու հետո ինձ մեղադրում եք նրա մեջ, որ ինչ որ բանի հետևում պաղկվում եք։ Դուք տենց օգտագործում եք տարիքը, մեծ եմ, եսիմ ինչ։ Դուք այտենց օգտագործում եք են, որ դուք հասարակություն եք։ Դուք այտենց օգտագործում եք են, որ դուք ուսուցչուհի եք, ուսուցիչ եք։ Դուք այտենց օգտագործում եք են, որ դուք ծնող եք, մեր եք, հեր եք, տատ եք, եսիմ ինչ եք։ Դուք այտենց օգտագործում եք են, որ դուք հորողպորքին եք, չնայած հորողպորքին ոչ ոք է մարդու համար։ Եթե իրանք չունեն մտերիմ հարաբերություն, ինքը ոչ ոք է, ոչ մի ազգակցական կապ չկա, ոչ կինն է, ոչ, չգիտեմ, ամուսինն է, ոչ մի բան, բացարձակ, այդ մարդը ոչ մի մեղք չունի, որ իր հորողբերը այդ կնոջն առել։ Եթե իր հորողբերը այդ կնոջը չառներ, այդ կինը իրեն ոչ ոք էր լինելու։ Հիմա ինչա հորողբերը եթե առել է, բան է փոխվում։ Իսկ այո, հորողբորն էլ չեն ընտրում, մորն էլ չեն ընտրում, ծնողին էլ չեն ընտրում, բայց նորից այնտեղ կապ կա, այնտեղ ի սկզբանե կապ կա, իսկ ստեղ չկա կապ։ Իմ համար գոյություն ունեն իմը և այլոց, ուրիշ, իմ համար կա սվոյ ու չուժոյ, հասկանալի է, սվոյ իմ համար բացառապես միայն այն մարդն է, ով իմ կողքին է եղել, հասկանալի է, ով ինձ օգնել է, ում ուսը իմ ուսին է եղել, հայերեն ձեր մոտ ոնց է ամենառուսական բան թարգմանել եք, պլիչում կպլիչու ոնց է, այդ է իմը, մնացած ուրիշ որևէ մեկին ես չունեմ ու չեմ կարա ունենամ, հասկանալի է, չգիտեմ,
Քուր ախպեր, որոնք ես չունեմ, բան զարմիկ, մարմիկ, հուպեր, հուրկուր, մուրկուր, մամա, այդ կապիկությունը իմ մոտ չկա, եղավ արա, եթե մարդը ինձի հավատարիմ չի, եթե իմ կողքը ինքը չի կանգնել, եթե ինքը իմ համար չի պայքարել, ինքը ինձի պետք չի, ես իրայդ բացարձակապես ոչ մի կապ առնչություն չունեմ, ես բիոլոգիական ծագումը չեմ համարում կապ, ինքը շատ բուն իմաստով է կապ, տենց եթե մենք վերցնենք մեզի բոլոր երկրագնդի վրա ինչքան կենթանի կա, բոլորն էլ մեզի գենետիկորեն մոտ են, մենք իրար հետ ենք առաջացել այս մոլորակի վրա, ճիճուներն էլ են մեզի մոտ, բայց մեր վեճը չի դա, չէ դա էտի, չէ էտի, ձեր լեզուն ձեր իսկ երկիրն է ավիրում, դրա համար ես անցել եմ անգլերենի, ես չեմ կարողանում ձեր լեզվով խոսամ, որովհետև ձեր մոտ բանա, ամեն մի բանը ունի մի քանի տարբերակ, ոնց գիտես ոնց լինի մի հատ լեզու, որտեղ 5 ձևի բառ կա, բոլոր 5-ն էլ նշանակում է միայն մի բան, ով դու հանդարտ շփոթելու ես արա, դու շփոթելու ես, պիտի ամեն մի բան ունենա մի տարբերակ, որ խառնաշփոթ չլինի, հիմա դուք ասում եք չէ հասարակություն բան, ես իմ ինչ համայնքավարություն, ժողովրդավարություն, հիմա դուք պայմանավորվեք իրար հետ, որ բառն եք օգտագործելու դրա համար, ու վերջ, ոչ թե, լավ էսի թողնենք, մի մասը ես ասիրում, ենի թողնենք, մի մասը ենի ասիրում, դե Հայաստանն ամեն անգամ, ամեն հաղորդում լինի այս բանը, ռադիոն լինի մնացածը, միշտ պիտի լինի վեճ, միշտ պիտի լինի բողոք, միշտ պիտի, այսպես մի բան պիտի լինի, դու կոնֆլիկտի ժողովուրդ եք, ուրեմն, այդ քննադատությունը բերում է նրան, նորից եմ ասում, որ առաջանում են հակամարտություններ, մարդիկ իրար դեմ են դուրս գալիս, հիմա այդ իմ ասած Երվանդը, այդ երրորդ Գ կողմը ոնց որ Երվանդն է, այդ Երվանդը իմանալով, ուրեմն լսելով, ներկա լինելով այդ քննադատությանը, լսելով այդ քննադատությունը, տեսնելով այդ կատարվողը B կողմի կողմից A կողմի հանդեպ նկատմամբ, ինքը քշում է, միշտ չէ, բայց լինում է, շատ է լինում, շատ դեպքեր են լինում, որ քշում է այդ A կողմի վրա, որ ես ինչ վատն ես դու, միանում է մի խոսքով B կողմի, ես իմ վրով օրինակ բերեցի, իմ հանդեպ դա շատ է եղել, նկատմամբ դա շատ է եղել, նորից երկու բառը ոնց որ նույն բանն է նշանակում, արի ու իմացի, ոչ մեկ երբեք չի բացատրել ինչ են դրանք նշանակում, կամ էլ մի խոսքով չմիր, ուրեմն դա քննադատություն է, հետո նույնը դե վերաբերում է նորից այդ դատապարտել, պրիցած, այսինչ բաներ, շարժում ենք առաջ, անձնական տարածքը թեման, այդ կանոնը լիմինանում, ընդհանրապես ես իմ պրոյեկտում, ծրագրում շատ բաների է վերաբերում, ուրեմն դրանցից մեկն է այդ անձնական, ասենք, ասենց ասեմ, այցելությունների գաղտնիությունը, այսինքն ով ուր գնաց ինչ արեց, նույնիսկ եթե այնպես ստացվի, որ անդամները կամ ուրեմն անձնական տարածքը, personal space, ինձ նորից խանգարեցին, ես արդեն երկրորդ անգամ եմ տեղացել,
ուր է գնացել այդ մարդը, ինչի է գնացել, երբ է գնացել, երբ է եկել, դա ոչ մեկի գործը չպիտի լինի, նորից եմ ասում, հիշամ ինչի վրա ենք էլի կանգ առել, ուրեմն այդ սերվերի անդամներն ենք, ու ասենք դե կապ չունի, նշանակություն չունի ինչ աստիճան, այդ սերվերի անդամներն ենք ու ինչ-որ մի տան մեջ եք ապրում, անգամ եթե ասենք դուք, չգիտեմ, տարիներով պիտի ապրեք այդտեղ, տարիներով եք ապրում կամ չգիտեմ, անհայտ է ինչքան եք ապրելու այդտեղ իրար հետ, հավերժ եք ապրելու, ձեզնից ոչ ոք պիտի գործ չունենա, պետք է գործ չունենա, թե ուր է գնացել, ով ուր է գնացել, երբ է գնացել, ինչի է գնացել, ինչի է ուշացել, միայն կարաք հարցնեք, հետագայում էլ այդպես լինելու է, թե ոչ, երբ է եկել, երբ է գնացել, ձեր գործը չպիտի լինի, հասկանալի է, նշանակություն չունի, դուք քանի տարեկան եք, ինքը քանի տարեկան է, ինքը ձեր ինչն է, հասկանալի է, ուզում է ձեր տղեն լինի, ուզում է ձեր մերը լինի, հերիք է իրար խանգարեք, ով ուր գնաց, ինչ արեց, մի տան մեջ ենք, որում ամեն ինչ պիտի իրավունք ունենա, չկա տենց բան, դուք պետություն եք, որ ձեր օրենքներն ունենաք, արա, դուք կարաք ունենաք անձնական, ինքը ձեր համար, ձեր անձի համար, դուք չեք կարա ունենաք ձեր տան օրենքը, դուք ով տարաք, արա, եթե դուք այդպես անեք ու լինի adekvat ողջամիտ պետություն, այդ պետությունը կամ համայնք, ուրեմն այդ պետությունը կամ համայնքը նույնիսկ կարող է հելնի գա էքսկավատորով ձեր տունը ամեն ինչով քանդի, շպրտի հողին հավասարացնի, փառի գետնին հավասարացնի հողին, հասկանալի է արա, ուստի իմ տունն է իմ օրենքը, քո տունն է, լսի ուրեմն, դու թողել ես, որ այդ մարդը ապրի քո տան մեջ, վերջ, դու ինքդ ես որոշում կայացրել, որ ինքը այդտեղ ապրելու է, եղավ արա, ու ինքը ապրելու է այդտեղ այնպես, ոնց որ ուզում է, արա, դա չի նշանակում, որ ինքը կարա ձեզի խանգարի, ինքը չպիտի ձեզի խանգարի, մնացած է ինքը ինչ անում, ոնց անում, իր գործը, ու դու ոչ մի իրավունք չունես, քիթդ խոթես, հետո, դուրս չի գալիս, այն ժամանակ մտածեիր, ինչ ես իրան ներս թողել, այնպես չի, որ հիմա հնարավորություն այդ գործում ես իրան հանես, հանի, բայց դա նշանակում է, որ դու աղմախ ապուշ լակկոտ ես, ուզում ես դու 80 տարեկան ես, դու լակկոտ ես, որովհետև դու այն ժամանակ չէիր մտածում ինչ ես անում, դու հասկանում ես դա ինչ լուրջ բան է, դու մեկ այլ մարդը թողնում ես քո տուն, արա, ապրելու այնտեղ նույնիսկ։ Դուք եք մեղավոր, ինչը որ լինում է ձեր տան մեջ, որովհետև այն ինչը որ լինում է ձեր տան մեջ անում եք դուք, ինչը նշանակում է, որ հենց անձամբ դուք եք մեղավոր, թե այդ մեղավորությամբ, թե անելու մասով, թե պատճառի, թե անելու մասով, կամ անում է մեկ այլ ոք, բայց այդ մեկ այլ ոքը զորով է մտել ձեր տուն ուշով, դե հա խնդիր չկա, բայց ինչքան է այտենց լինում, դուք եք չէ իրան թողնում տուն արա, դուք եք իրան տուն թողնում, էլի դուք եք մեղավոր, ինքն էլ է մեղավոր, անողն ինքն է, բայց պատճառը դուք եք իրան ներս թողել, խի եք իրան ներս թողել արա, դուք չեք նայում ում եք ներս թողում, այնպես որ հերիք է բան անել, եթե այդ մարդը անողը լինի, ինչ-որ վատ բան քո տան ներսում, ինքը կանի, ու մեղավորը լինելուց դու ես իրան թողել ներս, դու այդ մարդուն թողել ես ներս, դու հիմա մտածում ես արա պրոֆիլակտիկա անենք, ինքը կարող է վտանգավոր է, վերահսկենք ինքը ուր է գնում գալիս, ոչ ախպերս, եթե ինքը վտանգավոր է, նույնիսկ այդ դեպքում, եթե դու իմանաս ինքը ուր է գնում ու ինչ է անում, մեկը ինքը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, որովհետև մենակ այտենց չեն վնասում ախպերս,
պարտադիր չի թակողել։ Ուժը հերիքում է բացահայտել կար։ Դուք հասկանում եք, արա ես ինչ եմ խոսում։ Դուք ինչ եք։ Հիմա օրինակ բերեմ։ Կա մի հատ գայլ, որը գայլ է, շուն չի, գայլ է, խառնուրդ չի, գայլ է։ Այդ գայլին դուք կարծում եք, որ ինքը շուն է։ Ու այդ շանը թողնում եք ներս։ Բայց դե շունն էլ կարող վտանգավոր լինի, դուք էլ չգիտեք ինչ ձևի շուն է։ Հերիք չի դուք չգիտեք ինքը ինչ ձևի է։ Իրականում ինչ է։ Չգիտեք, որ ինքը իրականում գայլ է։ Կարծում եք շուն է։ Գիտեք շուն է, սխալ գիտեք, բայց լավ։ Ինչ որ բան գիտեք, թեկուզ սխալ։ Հիմա ինչ որ բան դուք ինքներդ ձեզ ասել եք շուն է։ Հա։ Ձեր վեճը չի, որ դուք չգիտեք ինքը ինչի է ընդունակ, ինչ ձևի է։ Դուք մեկը այտենց եք իրան թողում։ Դուք այտենց մեկը իրան թողնում եք ներս։ Չնայած ձեզ համար անհայտ է ինքը ինչի է ընդունակ։ Հիմա դուք ասում եք ինքներդ ձեզ, արա պրոֆիլակտիկա անենք, բան անենք, վերահասկենք սրան, ուրա գնում, երբ է գնում, ինչի անում այնտեղ, ինչի է գնում, երբ է գալիս։ Հա, այսինքն դուք էլ եք կարող է հասկանում, որ այսինքն վտանգը ու սպառնալիքը քչանում է, բայց լիովին չի անհետանում։ Հա։ Դուք սենց եք անում, մտածելով, որ չգիտեմ 80-90% բան ալինում, պակասում է։ Հա, չնայած ասենք պակասում է խոսքի 50-70%։ Ինչևից է։ Այստեղ էլ եք դուք սխալվում։ Էդ էլ նշեմ, այստեղ էլ եք դուք սխալվում։ Ինչևից է։ Բանը։ Արա, դուք մտածում եք, որ դուք սենց հարց եք լուծում։ Բայց դուք տենց հարց չեք լուծում։ Վտանգ ու սպառնալիքը քչանում է ոչ թե այդքան շատ, այլ ավելի քիչ։ Հա։ Ինքը մեկը կարա վտանգ ու սպառնալիք ներկայացնել տարբեր ձևերով։ Ու ինքը գայլ է, ինքը շուն չի։ Հասկանալի է։ Այսինքն ձեզ բացատրեմ, որ հասկանամ։ Լիմինալում չի լինելու տենց բան, ով ուր գնաց, ով ինչ անեց, ով բան որտեղ իր, այտենց աղմաղ հարցեր չեն լինելու, չկա տենց բան։ Քո գործը չի, արա։ Այնպես որ իմացեք, լիմինալի կանոնադրության մեջ կա, որ ապօրինի է, հանցագործություն արա լիմինալում, ինչ որ մեկին, ինչ որ այդպիսի բան հարցնել է, դա անձնական կյանք, անձնական հարց է, դու իրավունք չունես դա հարցնես։ Ու եթե ձեզնից դա հարցնեն, դուք պետքա խիզախորեն, համարձակորեն քաջությամբ պատասխանեք, որ քո գործը չառանդը քաշ ես ինչ ես անում։ Եթե ձեզ ինչ որ բան անեն, այդ ոնց թե, այդ ինչ կա դրա մեջ, չգիտեմ ինչ, դուք միանգամից ասում եք, որ դա լիմինալում հաղթում է, ու դիմում եք պարտաճանաչ բաներին, անդամներին։ Ու ինձ։ Չէ, ինձ պարտադիր չի կամ ինձ։ Դե ծայրահեղ դեպքում հաստատ ես եմ հիմնադիր ղեկավարը։ Քննադատություն ու այս ընդհանրապես էս էլ որ ասեցի, այս անձնական տարածքին ասում, այս ինչը որ այս հաղորդման մեջ ես այսօր ասեցի, այս լիմինալում ինչը որ արգելված է նորից քննադատություն, դատապարտել, պարեցած հարցներ, որտեղ է ինչ է իրանում, անձնական տարածք էսյանենյան, սրանք չեն մտնում խոսքի ազատության մեջ, էսի ես նույնիսկ հենց նոր մտածեցի, սա ինչ է։ Սա կոչվում է ատելության սպառնալիք։ Հա, քննադատությունը լիմինալում ատելության սպառնալիք է։ Դու ինչը որ անում ես, սպառնում այդ մարդուն ատելության սերմանմամբ իր նկատմամբ, իր հասցեին, իր հանդեպ։ Հա, տենց, տրտրիկը էլի ուղեղս գիրա։ Քննադատելու իրավունք ունեն միայն լիմինալի բարձր ոնց էր հայերեն շերտերը, լիմինալի մեջի մարդկանց բարձր շերտերը։ Մնացածը քննադատելու իրավունք չունեն։ Ղավարա։
դուք չեք կարող գաք լիմինալ, ով ինչ ուզի քննադատի։ Լիմինալի ասենք ինչ որ խորհուրդ, ինչ որ տենց մի բան կարա բարձրացնի այդ թեման, ավելի բարձր փոխանցի վերևենել, մեկ այլ տեղ ենել, մեկ այլ տեղ տենց գա հասնի ամենագագաթին, ասենք որոշում ընդունելու, ասենք մի հատ դիտարկելու, նայելու, մի հատ առաջարկ էլի կամ չգիտեմ նայելու դիտարկելու առաջարկ էսի բանան մենք դատապարտում ենք քննադատում ենք այսպես բան ու երբ որ վերևը հաստատի նոր այո ու հիմնականում որ ինքը հաստատեց առաջինը մի հատ ինքը պիտի դա անի նոր մնացածը կարան անեն դա նրա համար է որ դա ցույց է տալիս որ սկզբում ամենավերևն է ասենք ինչ որ բան անում այսինքն ինքն է առաջինը ինքն է առաջատարը առաջ տանողը առաջնորդողը ղեկավարը չէ կառավարությունը իսկ մնացածը դե ենթական է թե չէ տենց չի լինում տենց չի կարելի ով ինչ ուզեց ով ինչ մտքին հասավ ու մտքով ինչ անցավ քննադատում է բանա չգիտեմ եսիմում տվեց սպանեց չգիտեմ ինչ որ մեկը եսիմում վրա է հարձակվել չգիտեմ 80 հոգի գնացել են եսիմում վրային տանակ քաշել է բանա ասելա որ ները արա դուք ինչ գիտեք ինչ ա եղել ինչ գիտեք ինչ ա եղել դու այդտեղ էի Ընդ որ ինձ ասում էին դու այդտեղ էիր արա ես չպիտի այդտեղ լինեի ես պատմությունից էի խոսում պատմության մասով ինչ որ պնդում անելու համար պետք չի որ դու այդտեղ եղած լինես բայց sense բաներում հա այսի դեպք է այսի ինչ որ պատմությունից չի այսի վերջին ժամանակներում տեղի ունեցած դեպք է սրան պետք է ներկա լինի պատմության մեջ կան փաստեր, կան վկայություններ, կան արձանագրություններ, հետքեր կան, չգիտեմ, հնագիտություն կա, այսպես բաներ, ժամանակագրություն, տարեգրություն կա, պատմագրություն կա, պատմագիտություն կա, իսկ ստեղ չկա, ոչ մի բան չկա։ Ստեղ մենք ոչ մի բան չունենք, որ փոխարինի այդ բանը ներկա լինելը, իսկ պատմության դեպքում ունենք, ստեղ չունենք, դրա համար էստեղ պարտադիր է, որ դու այդ ներկա լինես, դու վկա ես ախպերս այդ դեպքին, չէ։ Ընդհանրապես դու չես կարող դրա մասին խոսած իսկ ես վկա եմ ու մասնակից ես վկա եմ եղել ու մասնակից հենց ես եմ այդ ով որ դանակը հանել է հարցակվել է այդ ես եմ եղել ես անձամբ ես եմ եղել իսկ այն 80 հոգին ես այդ չափազանցել պարզապես այնց շատ էին ներվում որ տենց եմ կարծել ձեր գործը չի ով ինչ արեց, ով ում արեց, ինչի արեց, երբ արեց, ով ում սպանեց, ինչ հա ընդհանրապես արել, սպանել, ինչ արել, խփել, հա, ուր գնաց, որտուց եկավ, երբ եկավ, քանիսին գնաց, քանիսին եկավ, ինչ արել, ինչի ա գնացել, ձեր գործը չի, արա, ձեր գործը չի։ Քեզի էդի ինչով է կպնում, как это тебя трогает։ Ոնց է քեզի կպնում, ոնց է դիպչում էդի քեզ։ Այդ մարդը քո երեխին է արա Այսինքն քո անչափահաս զավակն է չէ դե վերջ շատ էլ որ այդ մարդը քո զավակն է այդ մարդը քակնան գել արա հիմա փաստորեն ինչքան դու սաղ ես ինչքան դու կաս այդ մարդը պիտի միշտ քեզ ինչ որ աճոտ տա հա կարող է դու ապրում ես 200 տարի ու ինքը քեզնից քիչ է ապրում քեզնից շուտ է մեռնելու չնայած քո զավակն այդ մարդը փաստորեն ամբողջ կյանքը տառապեց ամբողջ կյանքը քեզի բանա դակլադա տալիս են վազելով ընկնելով քեզի բան անում զգաս տակայնում ասում ես դու եմ գնացել մի բան արեք մի բզբզացեք թողեք մարդիկ գոնե լիմինալու հանգիստ բան անեն գոյակցեն մի սերվերում հանգիստ իրար հետ համագործակցեն խաղան զվարճանան շփվեն եւ այլն սպոսնեն ասենք գնան ոնց է հայերեն տուրիստական ինչ որ չգիտեմ շրջագայությունների գնան ճանապարհորդեն այսպես ճամփորդեն նավարկեն եսի թրջեն ոնց ուզում եք
մի բան արեք, էլի։ Ինչ գործ ունեք, ով ինչ արել, երբ, որտեղ, ինչի։ Ոչ մեկ սուրբ չի, արա նույնիսկ եթե սուրբ էլ լինեին, ոչ մեկ պարտավոր չի սուրբ լինելու, չկա բանը, նույնիսկ ոչ մի կրոնում տենց բան չկա, որ պարտավոր են ինչ որ մեկը կամ ինչ որ բան սուրբ լինելու, հասկանում ես։ Կամ բնության մեջ, մաթեմատիկայում, հասարակության մեջ չկա տենց բան։ Ոչ մեկ ինչ որ պարտավոր չի բան անել, անթերի, երբեք սխալ չտված, ոչ մի վատ բան չարած։ Հիմա անեն, ինչ անենք այդ մարդուն սպանենք, գնդակ արենք, ինչ անենք։ Հիմա խփել, ասպոնդես բաներ ա։ Ինձ բաներ են անում արա։ Իմ հանդեպել են շատ սարսափելի բաներ արել, սպանությունից ոչ թե պակաս կամ սպանության հավասար, սպանությունից բետար բաներ են իմ հանդեպ արել, ախպերս։ Հա, ինչ պատասխանատվության եք իրանց ենթարկել կամ ձեր օրենսդրությունը, ոչ էլ պետք է, որովհետև ձեր պատիժը աղմաղ պատիժ է, նույնիսկ ձեր օրենքներով սահմանված պատիժը դուք կարգին չեք իրականացնում, դրա համար ես թողել եմ համակարգը, աստվածային համակարգը, կանի ամեն ինչ, ինչ որ պետք է կան, պետք է պատժի, կպատժի, երբ պետք է կպատժի, սենց, հա, ես չեմ գնում աջուձախ սրան նրան պատմում, չնայած էդի իմ հանդեպ են արել, այդ կարգի վատ բան, իսկ ուրիշները արա ինչ որ մեկը եսիմով, իրանց օտար եսիմով, ինչ որ բան արել, որը իրանց հետ բացարձակ ոչ մի կապ չունի, իրանց հետ, հա, իրանք սկսում են քննադատել, քարկոծել, բանա, չգիտեմ, վատնա, իսա արել, են արել, բա սրա համար ես հասնում, են հասնում, այդ նշանակում է, որ այդ մարդիկ բան ու գործ չունեն, ու հետո ինձ էին ասում են, դու բան չունես անելու, արա ով է նստել քննադատում, դուք արա, ես ինչ էի անում, ես բանան, այդ խմբում, Ալիսագուզ խմբում, ինչ էի անում, ձեզի բան էի բացատրում, փորձում էի օգնել, դա արդեն զբաղմունք, բանա օգտակար զբաղմունք, ինձ մարդկանց փորձում էի օգնել, իսկ ձերն էլ է զբաղմունք, բայց այդ աղմաղ բանն է, որ ամեն տենց շատ է լինում, որ պարապությունից սկսում են սրան նրան քննադատել։ Իսկ որ սրան նրան փորձում են օգնել, նույնիսկ քիչ է լինում, որ ասենք էդի դեպք չոտա լինում, որ ասենք այդ մարդը պարապային, այդպես լիքը լինում, որ ասենք մարդը գործեր ունի, բան ու սենց հիմա որ ժամանակ է տրամադրում, թեկուզ ազատ ժամանակ, ձեզի փորձում է օգնել ինչ-որ բան բացատրել, հա, կամ ասենք ինքը ներկա պահին այս մի քանի ժամանակը, ասենք մի քանի օր շաբաթ, որը ժամանակը ինքը բանա, պարապա, դրա մեջ բան չկա, իսկ այտենց մարդիկ, որ ասենք սրան քննադատում են, այն այտենց մի անգամից արդեն մի քանի րոպե իրար հետ ծանոթացել ենք, կապ ունենք, արդեն տենց էդի է գնում, հա, այտենց մարդիկ, ոնց ասեմ, ոնց որ սովորաբար իրենք բան են, պարապ մարդիկ են, ես սա ձեզ ասում եմ, որ իմանաք այդպիսի մարդիկ ովքեր են, դուք գործ ունեք ամենայն հավանականությամբ պարապ ապուշների հետ, որ պարապ, չգիտեմ, ամենայն դեպս պարապ մարդկանց հետ գործ ունեք, Էսի վատն է, այնի լավն է, այնի վատ է, այնի լավ է, այնի սխալ է, այնի ճիշտ է, բան է, այնի վատ է արել, այնի դաժանությունը, չգիտեմ, այնի ստախոս, այնի նենգությունը, արա հերիք է գնահատականներ տակ, դուք ով եք արա, որ գնահատականներ եք տալիս, դուք ձեզի Աստծո տեղ եք դրել, լուրջ եմ ասում, այն թե ու մոտ է այդ Աստծո սինդրոմ բոկը, ամեն մեկս մի ճանապարհ ենք անցնում արա, ով ոնց կարում անցնում է, ով ոնց ուզում անցնում է, դուք ոչ մի պարտականություն չունեք կամ իրավունք չունեք ինչ-որ մեկին սխալ անցնելու համար գնաք խփեք իր գլխին արա, ձեզի այդ մարդը վատություն արել է, չէ, ինձ կապ չունի ինքը ում է սպանել, ում է փորձել, ում ինչ ուզում արած է դիանը,
ուզում եմ ամբողջ գալակտիկա վերացրել, կոտորել, մորտել, սպանել, փրտել, տապել։ Դու ձեզի ոչ մի բան չի արել։ Հիմա եթե դուք իրան մատով գտնեք, դա կլինի անարդար, որովհետև արդարությունը դա փոխադարձ բան է։ Հետո երբ որ քեզի տվել են բանան, դու էլ այդ մարդուն ես տալի հետո բանան։ Հասկանում ես։ Բայց եթե մարդը ես ինչ արել, ես որտեղ կապ չունեմ ինչ արել, լավ բան է, վատ բան է, ինչ աստիճան։ Քեզ ինքը ոչ մի բան չի արել։ Բացարձակ, ոչ լավը, ոչ վատը։ Ու դու իրան վերցնում ես վատություն ես անում, դա անարդար է։ Կամ ինքը քեզ լավն է արել։ Այն անարդար, նույն բան։ Նույն աստիճանի վրա, այսինքն անարդարությունը չունի ինձ աստիճանի, նույն բան։ Բացարձակ, ոչ մի տարբերություն։ Ինքը քեզի, եթե դու լավություն ես անում, եթե դու վատություն ես անում մարդու, ով քեզ ոչ մի բան չի արել, կամ քեզ լավն է, դա նույն աստիճանի անարդար, նույն բան, բացարձակ։ Այսինքն անարդարը պարզապես այն է, որ անհամապատասխան է, այսինքն ոնց ասեմ, չհիմնավորված բան է, պատասխան է, այսինքն չհիմնավորված չէ։ Արա, որ դու այդ մարդուն անում ես ինչ-որ բան, որին ինքը արժանի չէ, վերջ, թե այն դեպքում, երբ որ ինքը քեզ վատություն չի արել, և թե այն դեպքում, որ ինքը քեզ լավություն է արել, իրան վատություն անում, դա անարդար է, երկուսն էլ նույն ձևի անարդար է, դուք ստեղ տարբերություն որտեղ եք տեն, ես ես եմ ձեզ ուզում ցույց տամ, տարբերություն չկա, չենք տեսնում, նշանակումը չկա, ոնց կարա տենց լինի, որ հիմա քո դիմաց մարդ կանգնած լինի, դու իրան չտենաս արա, դու սովորական հոգի չէ, սովորական մարդ արասեն, հենց հիմա այսպես քիչ դեմդ կանած է, դու իրան չես տենում, քող չես, տեսողություն 100% է, չգիտեմ 60%։ Էդի հիմարություն է, որ վայ չէ, էդի դու չես տեսնում, ոչ տես բան չկա։ Կարող է բանը դու արծվի տեսողություն ունես, ես բանի, ինչ-որ առնետի մրջնակիրի է։ Եթե կա ինչ-որ բան, դա բոլորն են տեսնում։ Ու այո, իմ այդ բանը քննադատները մնացած բոլորն էլ տեսել են, որ ես իրականում շատ լավ մարդ եմ։ Իրենք բոլորն էլ դա լավ գիտեն։ Իրանց նպատակը այն է, որ ինձի կծեն։ Որովհետև իրանքի մեջ ինչ-որ մի հատիկ sense բան են տեսել, կամ չգիտեմ, ինչ-որ բան են տեսել, որ իրենց դուրս չի գալիս։ Ու վերջ։ Sense չգիտեմ, կարող է այդ երկուսը գումարվել է իրար, որ դες բանա։ Ինքը sense ված կողմ ունի։ Մի հատ էլ մեզի տահաճա, բանը կծենք, հայրը, թրքենք իր կյանքի մեջ կնեք արտահայտության սա։ Բանը, չգիտեմ, մի հատ էլ մեզ ընդդիմանում, ու ասենք, հենց մի մտածիք, որ երկար լեզուն, ինչ-որ ված բանի նշան է, կամ ված մարդիկ, տենց ինչ-որ, չգիտեմ, թեկուզ, հեսի ինչ աստիճան է տենց, շուստրի բան, ճարպիկ, լովկի, պրաշարյունն է, իրանք երկար լեզու ունեն։ Հենա իմ հակառակորդների լավ չեմ ասում ոչ ոք, իրանցից ոչ ոք, բայց մեծ մասը տենց, եսի մի 70-80% հակառակը ոչ թե երկար լեզու չեն ունեցել, այլ իրանք շատ կարճ քիչ կարճ լեզու ունեցող մարդիկ են։ Օրինակ են մարդամեկը ինչ էր անում։ Մենակ մի բառ էր ասում, մի քֆուր էր, պայով սկսվող։ Որ ասենք իր ասածը ապացույցներ ֆայլի մեջ կա։ Դատարկաբաններ ու դատարկախոսներ են քննադատները, հասկանալի է։ Ուժեղ, կայացած, զորեղ, հզոր, խելացի եւ այլն մարդիկ գործում են, ոչ թե խոսում, հասկանալի է, խոսում են մենակ կամ հիմարները կամ էլ թույլերը։ Եթե դու
գործելու փոխարեն խոսում ես, դա նշանակում է, որ կամ դու չես կարող գործել, հնարավորություն չունես կամ թույլ ես, կամ նշանակում է, որ դու հիմար ես, որովհետև դու կարաս գործես, բայց դու խոսում ես, հասկանալ է, հեսա, տհաս, հիմար, սենց բաներ, դեբիլ, այսինքն խելքինց կաղում ես, սենց ասենք, հետևաբար ինչ է ստացվում, որ եթե դուք լսեք քննադատություն, դուք լսելու եք կամ թույլի քննադատություն, կամ նրա որ ասենք, չգիտեմ, հնարավորություն չունի, օքեյ, ինքը թույլ չի ու խելքը տեղն է, հնարավորություն չունի, լսի, բայց մեզ անհայտ է, փաստը ուր է, որ իր խելքը տեղն է ու ինքը հնարավորություն, իր խելքը տեղն է ու ինքը թույլ չի, կամ մի հոգու քննադատությամբ դուք առաջնորդվելու եք, ես էլ բան արեցինք, սահմանեցինք ու գցեցինք մի կողմ, մնաց որը, մնաց խելքից կաղողը, հիմա դուք ուզում եք այս երեքից որևէ մեկի քննադատությունը որպես ինչ-որ բան անեք, հաշվի առնեք, ինչ-որ որպես ինչ-որ հիմք, չէ, կշիռ ունեցող առավել ևս որպես հիմք ընդունեք, հա, կշիռ ունեցող բան կամ հիմք ընդունեք առավել ևս, այսինքն թույլի արա, թույլի, դուք իր ասածը կշիռ, հա, ինքը իր ասածը ձեր համար կշիռ է, կամ ասենք կասկածելի ինչ-որ մեկը, որ կամ մի հոգի է ինչ-որ բլթացող, կամ ինքը բան է, խելքից կաղող է, հասկանում եք արա, այդ դրա համար է, որ ես քննադատությունը հաշվի չեմ առնում, եթե ես վատն եմ արա, եկեք ինձի դատեք, եկեք ինձի բան արեք, իզոլյացիայի ենթարկեք, ինձի սպանեք արա, եթե ես վատն եմ, մի բան արեք իմ դեմ, իմ նկատմամբ, իմ հանդեպ, սահմանափակեք ինձ, մարդկանց բան արեք, բայց դուք չեք գնում, ասենք, ինձ շրջապատող մարդկանց հասարակության, ասում, գիտեք ինչ կա, այս մարդը վատն է, իրեն բան, որովհետև դուք գիտեք, որ դուք չեք կարող այդ մարդկանց հիմնավորեք, չեք կարող այդ մարդկանց պատասխան տաք, դուք մենակ ինձ եք ասում, ձեր ընկերներին, ձեր ծանոթներին, ձեր կողմնակիցներին, ձեր բաներին, համակերներին, այսպես, պոպուլիստական, տհաճ, տգեղ, գեշ, անճոռնի, գռեհիկ բանա այդ հաճախ այդ քննադատությունը, այնպես որ ես զզվում եմ գրեթե ամեն տեսակ քննադատությունից, հասկանալի է, քննադատել են, մի բան տենում եք գնում փնովին, վատնայիսյան են քննադատել, դու սխալ ես անում, արա, եթե ես վատ եմ անում, դու էլ լավ անողն ես, դու ճիշտը գիտես, արի դու արա ախպերես, արի դու, չէ, լսի, դու ինչ ես թողել, որ վատ անողը, առհասարակ անի, ինչ վատ, այսինքն դու գիտես, որ ինքը վատ է անում, բայց դու ոչ մի բան չես անում, գոնե չես գնում մարդկանց, ասես, գիտես ինչ կա, դու վատ ես, այս մարդը վատ է անում, մի թողեք, որ ինքը անի, արկել եք, հանգարեք, սահմանափակեք, բայց դու դա չես անում, քո իսկ տրամաբանությամբ, այսինքն քո տրամաբանությունը գումարած օբյեկտիվ տրամաբանությունը, ստացվում է, որ դու ավելի վատն ես ախպերես, ես հո վատ նպատակներից չեմ անում էդի, անհայտ է իմ նպատակը, հա, ես փորձում եմ անում, հիմա վատ եմ անում, բայց մարդը փորձում է անում, հա, իմ բանը, իմ սխալը, իմ կողմի վատը, ինա որ ես վատ եմ անում, սխալ եմ անում, իսկ դու գիտես, որ ես վատ եմ անում, արա, ու ոչ մի բան չես անում, մենակ գալիս ես ինձ ես բանը, էդի նշանակում է, որ դու ամենայն հավանականությամբ պոպուլիստ կամ դրա նմանի մեկն ես, այսինքն բան անենք, տեսեք ես հերոս եմ կամ չգիտեմ, ոչ մի քեզ չի տեսնում, այնքան որ դու քեզ լավ զգաս, չգիտեմ, իմ մոտ լավ է երևաս, ինքնահաստատվես, ու գալիս ես ասում ես, դու վատ ես անում, դու սխալ ես, դու սրանից բանը անարդար է, սրա համար քեզ պատիժ է հասնում, քեզի պիտի գնդակը արեն,
քեզի պիտի դատեն, դու սրան անմեղ տեղը սպանել ես։ Ես իմ ինչ ինքը քեզնից 10 անգամ փոքր էր, հայ դու ինչ որ ինքը արձակվել է քո վրա, ինքը իր տարածքն էր պահում։ Ախմախ արա։ Ինչ կապ ունի ինքը ինչ էր անում, թեկուզ ինքը իր մորն էր պաշտպանում, իր տարածքն էր պաշտպանում։ Արա ինքը դրա ընթացքում իմ վրա է գրոհել, իմ վրա է հարձակվել, իմ վրա է նաստուպլենիա գնացել։ Ես էլ ինքս ինձ էի պաշտպանում։ Այդպես բան։ Ու այդ իմ տարածքն էր ընդհանրապես։ Դա ոչ մի բան չի փոխում։ Ինչ է ինքը այնտեղ կարծել։ Ես էլ կարամ հիմա գնամ կողքի տան մտնեմ ներս, բակ ասենք հարձակվեն տան տիրոջ վրա ու որ ինձի բան անի։ Ինքը ինձի տան սպանի, ինչ որ մեկը գա, սկսի ինձի արդարացնել, ասի գիտես ինչ կա այդ մարդը իր տարածքն էր պահում, այսինքն ես մտել եմ արա ուրիշի հայատ, ուրիշի վրա եմ հարձակվել։ Ինձի արդարացնողը ասում է բանը, ինքը իր տարածքն էր պահում։ Արա այդ իր տարածքը չէր, այդ այն մարդու տարածքն էր, ում վրա հարձակվել է այդ աղմախը։ Հասկանալի է։ Այդ է։ Ընկալումը ոչ մի բան չի փոխում, դա կարա շատ մեղմացնի, բայց ես պետք է ասեմ, որ անհայտ է դրանք ինչ էին կարծում։ Ով ասեց, որ իրանք այն աղմաղ բանն է ասել Ալեքսեյը։ Այն ով է, աղմաղի մեկն է։ Իր ասածը զրո է։ Հա։ Բանը տարածքն էին պահում։ Դա անհայտ է, բացարձակ, դա լրիվ անհայտ է։ Ինչ էին իրանք անում, ինչի համար էին կռվում։ Կոնկրետ ներկա պահին անհայտ է։ Ինձ համար, մեր համար, մեզ համար անհայտ է։